Հաղորդման հովանավոր Երևանի Հայբուսակ համալսարանի ավագ դպրոց։ Մենք սովորում ենք սովորել։ Մենք զինված ենք տեխնիկական բոլոր միջոցներով, գրքերով, տեղեկատվական աղբյուրներով։ Մեզ համար գիտելիքի դժվարին ուղին հեշտ է հմուտ ուղեկցի հետ։ Մեր առջև բաց են բոլոր դռները։ Մենք ընտրել ենք լավագույն համալսարանները տանող ամենակարճ ուղին։ Մենք չենք գուշակում մեր ապագան, մենք այն կառուցում ենք։ Մենք սովորում ենք։ Երևանի Հայբուսակ համալսարանի ավագ դպրոց։ Հաղորդման գործընկեր Դիանա Ադամյան Beauty Loft։ Նաիրի բժշկական կենտրոնի և Դա Վինչի կլինիկայի քիթ կոկորտականջաբանության ծառայության ղեկավար, Երևանի պետական բժշկական համալսարանի լոռամյոնի դոցենտ, Դա Վինչի կլինիկայի համահիմնադիր Գնել Անանյանին ենք բացահայտելու այսօր, առանց փողկապի։ Իր աշխատասիրությունը եղել է գերակշռող և երևի թե այդ աշխատասիրության և ներքին իհարկե տաղանդի շնորհիվ այսօր Գնել Գեորգիևիչն է։ Կարողացել է նախաձեռնել մի հսկայական մեծ ծառայություն, քիթ կոկորտականջի ծառայություն, իր աշակերտներով, իր դպրոցով, իր ոճով, իր մոտեցումներով և իհարկե այդ աշխատանքը մենք անում ենք համատեղ։ Նա շատ վստահելի, շատ պարկեշտ, շատ կազմակերպված մարդ է։ Շատ հոգատար, բծախնդիր, ուշադիր։ Ինձանից տարիքով փոքր է, բայց շատ ժամանակ ես իր խորհուրդները միշտ հաշվի եմ առել ու լսել եմ, դիմել եմ։ Ինչպես և բոլորս, կամաց աչքի առաջ ինքը դարել է Գնել Գեորգիևիչը, որին ճանաչում է որպես մասնագետ և որպես մարդ շուրջ ամբողջ հանրապետությունը, Ղարաբաղը և երևի թե Սփյուռքի մեծ մասը։ Ինչպես առաջ, այնպես էլ հիմա, կարծում եմ, որ նա չի փոխվել, նույն Գնելն է, ոչ մի տարբերություն է։ Ուղղակի հիմա ավելի միգուցե նրա այդ կարևոր ու շատ թանկ հատկանիշները էլ ավելի են խտացել։ Թե իր մասնագիտության մեջ, թե իր մարդկային որակներով ինքը բավականին սկզբունքային է, թե հայրենասիրությամբ։ Հենց մանկուց իր վերաբերմունքը դեպի ծնողը, դեպի ընկերը, դեպի բարեկամները, դա շատ նվիրված, շատ լուրջ վերաբերմունք էր։ Նա շատ հավատարիմ է ընկերության համար և նույնը կարող եմ ասել, որ իմանալով իրենց ընտանիքը շատ մոտիկից, ինքը շատ նվիրված է իր ընտանիքի անդամներին, իր հարազատներին և բնականաբար ընկերությանը։ Հուսալի, պատասխանատու, ընկեր, հերիք եմ, որ Գնելին սխալման մի բան խնդրես։ Կրակն ես ընկնում։ Ինքն է սկսում հետևել դրան։ Դու մոռանում ես, որ բան ես խնդրել։ Ինքը զանգում հիշացնում է, որ այս բանը խնդրել ես, ես զանգարում եմ, որ ասեմ, այդ բանը արել եմ։ Այս բոլոր հատկանիշների շնորհիվ նա շատ վստահելի անձնավորություն է։ Նա հետ կարելի է ոնց որ Վիսոցկին ասում չէ, սար բարձրանալ, նա հետ կարելի է ճանապարհ գնալ, նա հետ կարելի է շատ լուրջ պլաններ կազմել և 100% լինել վստահ, որ ինքը միշտ կա, միշտ կողքդ է և երբեք չի փոխվի նրա դիրքորոշումը, կարծիքը կամ մոտեցումը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ պարոն Անանյան, Դա Վինչի կլինիկայում հարազատ աշխատավայրում մեզ ժամանակ հատկացնելու համար։ Ինձ թվում է, որ Դա Վինչին միայն աշխատավայր չէ ձեզ համար։ Բարև ձեզ, շատ հաճելի է ձեզ հյուրընկալել մեր աշխատավայրում։ Իրոք Դա Վինչին ոչ թե
միայն աշխատավայր է մեր համար, այլ այն կառույցն է, որը մեր երազանքի կառույցն է, մեր եւ մեր ընկերության երազանքի կառույցն է, եւ մենք աշխատել ենք սիրտի հոգի դնել այս կառույցի մեջ։ Իհարկե դեռ առաջընթաց կա, դեռ անելիքներ շատ կա, բայց այն ինչ որ համալրված է, հույսով եմ, որ ծառայում մարդկանց առողջություն եւ բարիություն է բերում։ Շնորհակալ եմ։ Հայաստանի առողջապահության համակարգում Դա Վինչին իր ուրույն տեղը գտավ, իր խոսքն ասաց։ Կազմակերպիչներով հույսով ենք, որ այդպես էլ կա, արդեն այդ կարծիքները դուք ավելի ստույգ կարող եք ասել։ Շնորհակալություն բարի խոսքերի համար, եթե այդպես ստացվել է, ես ուրախ ու երջանիկ եմ։ Կյանքի տարբեր փուլերում տարբեր երազանքներ ենք ունենում ու մի օր, երբ անգամ մոռանում ենք դրանց մասին, տարիներ անց անփոխարինելի զգացողություն ենք ունենում, երբ տեսնում ենք այդ երազանքն արդեն կատարված։ Կարծում եմ Դա Վինչին հենց այդպիսի մի զգացողություն պիտի արթնացնի ձեր մեջ։ Իհարկե, շատ ճիշտ բնութագրեցիք, որովհետև աշխատելով, առաջընթաց ապրելով, երևի որոշակի հաջողություններ ունենալով, պահանջված լինելով, մտածում ես, եւ հետո որ գալիք սերունդն էլ երեխաներդ, որդիներդ են ուզում այդ նույն մասնագիտությանը տիրապետեն, մտածում ես, ապա ինչու՞ չէ, ստեղծես քոնը։ Այդ մտքին մենք եկանք, մենք հիմնականում 4 հիմնադիր ենք այս Հավիչի կենտրոնի, իհարկե սա կար այս անվանումը կար ժամանակին, բայց սա տեղափոխվեց, անվանումը նույնը թողեցինք, հիմնական գործունեությունն էր պլաստիկ էսթետիկ վիրաբուժությունն էլ հիմքերից հիմքը մնաց, բայց դրա կողքը զարգացավ նաև մեր մասնագիտական կարողություններն ու հմտությունները եւ էլ ավելի պիտի զարգանա իհարկե, որովհետեւ դա ամեն ինչը ծրագրված է, դա ուղղակի կախված է կյանքի ընթացքից, հնարավորություններից, հաջողություններից։ Եվ սա ներքուստ մեծ բավարարվածություն է իհարկե պատճառում, իհարկե մեծ պատասխանատվություն է եւ որոշակի դժվարություններ է եւ ժամանակի եւ միջոցների, բայց հույսով եմ այս ամեն ինչը ժամանակավոր են եւ մենք կհասնենք մեր վերջնակետին, կհամալրվի, կլինի շատ պահանջված եւ մենք էլ հանգիստ շունչ կքաշենք եւ լիարժեք կվայելենք։ Գնել Անանյանը բացի Դա Վինչի կլինիկայից իր աշխատանքային գործունեությունը հաջողությամբ իրականացնում է նաեւ Նաիրի բժշկական կենտրոնում։ Այո, այդպես էլ կա, ես իմ գործունեությունը մասնագիտական հիմնական սկսել եմ Էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղ որ ստեղծվեց Ֆրանսիայի բժշկական միության հետ համատեղ գիտկօգորտական ջաբանության բաժանմունքը, որը որ 92 թվականին, որը որ խիստ նորարար էր եւ մեծ շունչ եւ եռանդ հաղորդեց մեր մասնագիտությանը, ի շնորհիվ առողջապահության նախարարության, պարոն Կուշկյանի նախաձեռնությամբ եւ պրոֆեսոր Շուքուրյանի հետ այդ բաժինը համալրվեց, շուրջ 16 տարի աշխատեցի այնտեղ եւ նշանակվեցի Նաիրի բժշկական կենտրոն որպես ծառայության ղեկավար 2003 թվականից։ Նաեւ պետք է ասեմ, որ համագործակցում եմ Մայրբուհի հետ 96 թվականից որպես ասիստենտ, 2003 թվականից որպես դոցենտ եւ Նաիրի բժշկական կենտրոնը նաեւ հանդիսանում է ուսումնական բազա Երևանի պետական բժշկական համալսարանի, որտեղ որ մեր մոտ կրթությունը ստանում են եւ ուսանողները եւ շարունակական բժշկական կրթությունը եւ հմտությունները ձեռք են բերում կլինիկական օրդինատորները, ասպիրանտները։ Դուք 1987 թվականին ավարտեցիք բժշկական ինստիտուտը, բայց ինձ թվում է, որ կրթություն ստանալու գործընթացը չեք ավարտել։ Բժշկությունը այդպես մասնագիտություն է, որովհետեւ մենք չենք դադարում կրթվել, այլապես եթե շատ տենց խիստ ու մեկ խոսքով ասենք, մենք կխեղաթյուրենք կամ մեր մասնագիտությունը, որովհետև նախ պետք է գիտությունն էլ եւ տեխնիկան էլ շատ հզոր եւ մեծ քայլերով առաջ գնում, իսկ բժշկությունը դա այդ ոլորտներից մեկն է, որտեղ որ թիրախավորված են հենց նորագույն տեխնոլոգիաները եւ այլը,
եւ որpիսի մենք պահանջված լինենք եւ կարողանանք ծառայել մեր ազգաբնակչությանը, մենք պիտի շարունակաբար կրթվել։ Եվ դա մեզ ստիպում է իհարկե այլ ուսուցչական, այլ կրթական գործունեությունը, որը մենք իրականացնում ենք Մայրբուհում, դա էլ միշտ մեզ պահում է համապատասխան այդ մակարդակի վրա ու հույսով եմ, որ ստացվում է, հույսով եմ, որ պահանջված ենք եւ Աստված առողջություն պարգևի կծառայենք մեր ժողովրդին։ Բազմաթիվ գիտական կոնֆերանսների մասնակցություն, եվրոպական մի շարք երկրներում վերապատրաստումներ, այնց հետաքրքիր է ժամանակակից մասնագետ դառնալու համար Հայաստանի արտերկրի մասնակցությունը, հա, գործընթացում պարտադիր պայման է։ Պարտադիր պայման է, եթե այդպես վերցնենք, որովհետև նախ աշխարհը բաց է։ Հիմա չհաշվենք այս տարուց ավել արհավիրքը, որ այդ պանդեմիան էր, ինչ այդ կոմունիկացիաները, մարդկանց շարժը, մասնագետների շարժը, ինֆորմացիայի փոխանակումը եղել է շատ բաց, բայց մենք մեր գործունեությունը սկսեցինք, ինչպես նշեցի, 92 թվականին, որ նախ համագործակցությունը մեր արտերկրյա մասնագետների հետ, ընկերների հետ հիմա ներկայումս Ֆրանսիայի բժիշկների սկսվեց դեռ 88 թվականից ցավոք սրտի երկրաշարժից հետո, որ ակտիվ իրանց այցելությունը եղավ, փոխգործակցությունը եղավ եւ ծագեց մի միտք, որ պետք է այդ ուղղված մասնագիտական Էրեբունի բժշկական կենտրոնում շատ բաժանմունքներ այդ ժամանակ բացվեցին 88 թվականից ի վեր եւ մեր քիթկոկորտականջաբանության եւ վիրաբուժական եւ ռեանիմացիոն բաժանմունքը ստոմատոլոգիական եւ շատ բազմաթիվ մասնագետներ գնացին փորձի փոխանակումով եւ դա շատ կարեւոր տեղ ու դեր ունեցավ, որովհետեւ մենք նախ սովետական միությունից հետո վերջը աշխարհը բացվեց մեր առաջ, մենք տեսանք, որ ժամանակակից եվրոպական եւ ընդհանրապես համաշխարհային բժշկությունը ուր է գնում, ինչ ուղղվածություն ունի եւ ինչ կարգավիճակով եւ ինչ ստիլով է աշխատում, որը որ շատ կարեւոր էր։ Այդ ամեն ինչը բարեբախտաբար Էրեբունի բացվելուց հետո մենք համարյա տասնյակ տարի, ամեն տարի մոտ 2-3 ամիս անց ենք կացնում Փարիզում պրոֆեսոր Եղիան Նոել Կարապետյանի մոտ եւ դա շատ մեծ կարեւոր տեղ ու դեր ունեցավ մեր կայացման, մեր մասնագիտացման եւ հմտություններ ձեռքբերման հարցում։ Պատվոգրերի ու մրցանակների պակաս ձեր գործունեության, ձեր կենսագրությունում ես չտեսա, բայց եթե փորձենք ետ նայել մի պահ, ամենամեծ նվերը, պատվոգիրը, մրցանակը։ Մրցանակներ շատ կան, ես իհարկե տենց շատ սիրահար չեմ նման բաների եւ երևի հասկացաք ես պատերը չեմ նախշում այդ պատվոգրերով եւ մրցանակներով, ինչևից է կա այն ինչ որ կա, ամենամեծ պատվոգիրը երևի դրանք դիպլոմներն են, հա, նախ իմ բժշկական համալսարանի ավարտելուն, հետո մասնագիտանալու, հետո մեր արտասահմանյան գործընկերների դիպլոմները, այսինքն շնորհելը այն փաստաթուղթը, որ ես տիրապետում եմ ինչ որ մի դիապազոնի գիտելիքների եւ հմտությունների, ամենամեծ պատվոգրերից մեկը նա է, որ ես ժամանակին եղել եւ բարձրացել եմ Արարատ սարը եւ եղել եւ բարձրացել եմ Կիլիմանջարո սարը, որը որ տեղակայվում է Աֆրիկայում, այդ բարձունքներ բարձ բուն իմաստով այդ հաղթահարած բարձունքների այդ ապացույցներն են երևի, դրանք էլ են շատ կարևոր։ Աշխատանքի բաժանում էինք կատարում, մենք 8 հոգանոց թիմ էինք, ով ինչ պետք է անի
Գնել ասես դու գործ ունեք դեղորայքների հետ, ես այդ հարցը վերցնում եմ մի վրա եւ կկազմակերպենք։ Մենք մոռացանք այդ թեման եւ այդպես էլ գնացինք իմանալով որ գնելը այդ հարցի կազմակերպել է, բայց մտածեցինք մի փոքր կարողա տուփ վերցրած լինի տարբեր դեղերով եւ երբ որ հասանք արդեն համարյա գագաթին նախավերջի վայրեջքներ, որտեղ պետքա բարձրանայինք արդեն գագաթ մի բան կարիք ունեցանք ինչ-որ մի դեղի, ասեց սպասեք, ես հիմա դա հանեմ։ Մեկ էլ մի հատ մեծ sense ճամպրուկը իրա բացեց, չեք պատկերացնում, աշխարհի բոլոր դեղերը եւ մինչեւ անգամ երևի սրտի դեֆիբրիլյացիայի ապարատ կար մեջը, մի խոսքով ոնց որ մի հատ փոքր շտապ օգնության մեքենա էր։ Ու հասկացանք, ինչ պատասխանատու մարդ է, որը որ նախորոք մտածել է ամեն դեպքի համար ինքը ունենա դա եւ այդքան ժամանակ այդ ամբողջ ճամպրուկը հետը քաշ է տվել բերել է եւ մեզ ոչ բան չէր ասել համեստորեն այսինքն ոնց որ այդ ֆունկցիան դրել եք ին վրա ես այդ մի ֆունկցիան լուծել եմ Լեռնագնացությունը ձեր հոբին է Այո Կան էլի հոբիներ այդ շարքը կարելի է Դե լեռնագնացություն հոբին սկսվեց որսորդության հոբից որ Գիտեք ինչ, որսորդություն, ձկնորսություն դա ոչ միայն բուն հենց որ մարդը նախնադարում իրոք ընտանիքը կերակրելու համար ստիպված էր դուրս գալ որսի, ձկնորսության եւ այլ, այստեղ ավելի շատ կարևոր տեղ ու դեր ունի այն հանգամանքը, որ նախ շփվում ես քո հոգեհարազատ ընկերների հետ, որովհետեւ դա վերջով դա էքստրեմալ պայմաններ են Եվ իհարկե այդ կարգավիճակում, այդ իրավիճակում միայն կարող ես լինել վստահելի ընկերների հետ եւ բնականաբար շփումը մեր բնության հետ, հիմնականում Հայաստան աշխարհի հետ, Արցախի աշխարհի հետ, ցավոք սրտի այդ մեր որսի կալվածքները հիմա շատ մասով մերը չեն, բայց վերև Աստված կամեն ինչ կվերադառնա։ Գնել Անանյանը ընկերների ընտրության հարցում շատ խիստ է։ Խիստ ասելը տենց մի քիչ խիստ բառ է ես կասեի ավելի ընկերների ընտրությունը տեղի ունենում հոգով, սրտով ընկերության մեջ այն մերանի պես նրա շուրջ նրա կենտրոնաձիգ այդպես հատկություն ունի նրա շուրջ միշտ հավաքվում են մարդիկ եւ նրան մի անգամ ճանաչելով կարծում բոլորը կուզենան միշտ նրա հետ շփվել գործ ունենալ, ասենք իր նվիրվածությունը, իր ուշադրությունը առաջի հերթին մեր բոլոր ընկերների մեջ ամեն խնդրում, որտեղ խնդիր կա, առաջինը գներն այնտեղ մենք ամենաուշ կարող հասնենք, ամեն առաջի վարքյանից նա բոլոր խնդիրների параգայում ընդեղ է եւ հերիքա մի կես խոսք ասել, որ ինչ որ մեկը ինչ որ խնդիր ունի կամ հարց ունի լուծելու, գնել այսպես պիոների պես կանգնած է առաջի ճակատում։ Եթե մի հարց պետք է որ ինքը պատասխան տա, ինքը հասկանում ես որ դա փակված է այդ խնդիրը, այդ հարցը եւ լրիվ ինքը լուծել է։ Ընկերներից շատերի համար, նաեւ շատերի ընտանիքների համար նաեւ քավոր դարձավ Գնել Անանյանը, դա ընկերության մի աստիճանի հաստատում է, եւս մեկ աստիճանի։ Դուք ամեն ինչ գիտեք, բարձվում է Գիտեք ինչ, դա երևի ընկերության տենց գերագույն աստիճաններից մեկն է Մարդիկ, ընկերներդ վստահում են իրենց երեխաներին, որ Աստծո առաջ խաչ պահենք Դա մեծ պատասխանատվություն է Եվ ես ուղղակի ավելորդ անգամ համոզվում եմ, որ երևի իզուր չեմ ապրում այս աշխարհի երեսին Իսկ ինչ եք կարծում շատ խիստ քավոր եք, հա, սանիկներից շատ բան է պահանջվում ձեզ գոհացնելու համար։ Ես նախ չեմ պահանջում ինձ գոհացնելու, այդ ամեն ինչ պահանջները իրանց բարօրության համար է։ Եվ այսքան տարիների ընթացքում, որ մենք իրար հետ համատեղ աշխատել ենք, մոտիկություն ենք արել, մենք կարողացել ենք հասնել այն մակարդակի, որ ինքը իրան ընտրել ենք որպես իմ երեխաների կնքահայր։ Ընկերները ասում են գնելին հանգարց քավոր չընտրեք, որովհետև վերջ ենք իր բնավորությամբ
այդ երեխեքին պատկերացրեք այն ամեն վարքյան պետք է իմանա որտեղ ինչա կատարում, ինչ հարցեր կա, նույնն էլ ընկերների հանդեպ, բոլորի հանդեպ, հոյակապ, շատ ուշադիր։ Երևի ավելի մեծ բարիություն, բացասրտություն եւ բաց լինելը, այսինքն խորհուրդ տալ, կողքներին լինել, գերադասեի շատ ավելի շատ ուրախ օրեր անցկացնեինք, ոչ թե դժվար։ Դա է երևի իմ падգամը։ Ինքը շատ ուշադիր է բոլորիս հանդեպ, բայց չի պահանջում որ։ Նույնիսկ պահա լինում, որ եթե ինչ-որ մի խնդիր ենք ունենում կյանքի առօրյայի մեջ, եւ ինքը նեղվում է, որ առաջինը իրան ինչի չենք ասել։ Շատ ես տենց ուշադիր զավակ, ուշադիր հայր, ամուսին, ընկեր, բարեկամ չեմ ճանաչում։ Թող ինձ ներեն բոլոր իմ ընկերները, բայց բոլորն էլ գիտեն, որ ինքը ամենա տենց նվիրված, ամենաուշադիրն է մեր մեջ։ Իրապես լինել անհնար է, բայց փորձել մոտենալ էլի այդ Հոյակապ լավ ընկեր, հոյակապ լավ անձնավորություն, հսկայական մեծ ընկերական բանակ, որի նկատմամբ ինքը բավականին ուշադիր է, հասնում է բոլոր ծանր եւ ուրախ պահերին լինում է իր ընկերների կողքը։ Առաջինը գնելն էր գալի օգնության յուրաքանչյուր հարցում, ոչ միայն բժշկական տեսանկյունից, այլ նույնիսկ առօրյայի մեջ։ Իսկ ինչ է կարծում, աշխատանքից եւ աշխատանքից դուրս շատ տարբեր գնել Անանյանների հետ գործ ունենք։ Նախ այդ աշխատանքից դուրս այնքան քիչ է լինում, որ դժվար է տարբերակել բժշկությունը մի քիչ պատասխանատու մասնագիտություն է եւ մենք օրվա մեծամասնությունը անց ենք կացնում մեր բուժհիմնարկներում, բժշկական հաստատություններում եւ ընդհանրապես երևի այդ գործընթացը չի էլ ավարտում, եթե դուրս են գալիս գնում ենք տուն կամ ինչ որ ընկերների հանդիպման, հետո վերջի հանգրվանը տուն։ Այդից պատճառով ես տենց երևի մեծ տարբերություն չէ, կարող է այն, որ գալիս օրվա վերջ ընկնում ես տուն, որ չես ուզում բարդ խոսել, չես ուզում ինչ որ լսել, ուզում ես ուղղակի անջատվել եւ հանգստանալ։ Հեշտ է ձեզ այդ աշխատելը, ինչ եք կարծում։ Դա երևի պետք է հարցնել իմ գործընկերներին։ Հեշտ է աշխատել ինչ առումով, որ իր պատասխանատվությունը ինքը երբ որ աշխատանքի է, երբ որ ինչ-որ լուրջ գործով է զբաղված, սկսած շինարարությունից, բաժնի, այդ ամեն ինչը զրոյից սկսել են, ասենք, գնելը Արթուրի հետ Շուքուրյան, այդ թիմով, բաժին են զրոյից, ասենք, ստեղծել, Նոջանակ ցերեկ գիշեր նման արտահայտությունը չկար, որովհետև եթե պետք էր մինչև գիշերվա ուշ ժամը նույնիսկ կահույք էինք հավաքում, չգիտեմ ինչ էինք անում, մենք էլ միասին իրար հետ, ես ասենք դժվարություններ գնելի հետ, միայն ասենք ռիսկային ինքը լուրջ գործերից սկսելուց հիմնականում, ասենք ես ավելի անհանգստանում, քան ինքը, այդ էր մեր դժվարությունը դա եղել, որովհետև լուրջ գործեր սկսելուց ինքը մի անգամից պատրաստվում գնում էր, բայց եւ որպես ընկեր եւ որպես ղեկավար մի քիչ սկսում էր անհանգստանալ, որ հանկարծ որևէ բան չձախողվի, բայց փառք Աստծո։ Իր հետ շատ հեշտ է աշխատել, կես բառից ինքը հասկանում է եւ քո խնդրեմը եւ իր աշխատակցի խնդրեմը։ Կարևորը պրոֆեսիոնալիզմն է, քանի որ մակարդակը բարձր է, կարելի ասել, որ միանգամից իրար ճիշտ ձևով հասկանում ենք։ Ուրիշ ձևով ասում են կես խոսքից, հա, ստեղ կես շարժումից արդեն, որտեվ հիմնական գործողությունները դա շարժումներ են վիրահատության ընթացքում եւ այստեղ դա շատ օգնում է եւ բավականաչափ հարցերը հեշտ են ավելի լուծվում։ Ինքը բավականին պրինցիպիալ անձնավորություն է, իսկ պրինցիպիալ մարդկանց հետ միշտ դժվար է աշխատել, այն առումով, որ պահանջները, որ մենք դնում ենք միմյանց նկատմամբ, բավականին լինում են բավականին լուրջ պահանջներ։ Հույսով եմ, որ շատ անտանելի չէ, այսպես ասեմ, եւ իհարկե ես բժշկությունը դա խիստ կարևոր եւ պատասխանատու աշխատանք է եւ որպեսզի դա կարողանաս իրականացնես նախ պետքա ծայրահեղ խստապահանջ լինես քո նկատմամբ եւ պիտի տարածես նաեւ քո գործընկերների նկատմամբ, որտեվ այլ կերպ դժվար է իրականացնել մեր մասնագիտական գործունեությունը
Երևի ձգտողներ կան, դե որովհետև նախ իմ որդին ամիջապես դարավ իմ մեր մասնագիտությանը եւ կրթվեց աճեց իմ հետ միասին եւ բազմաթիվ երիտասարդներ, այսինքն ընտրություն է աճող սերունդի, որ իրանք պիտի նախընտրում են մեր մասնագիտությունը եւ պիտի ընտրեն համապատասխան ուսումնական բազա, մեր բազան պահանջված է, մարդիկ ուզում են գան մեր հետ կրթվել, աճել։ Պիտի խնդրեմ մանկություն տեղափոխվենք այն տարիները, որոնք հիշելիս մեզանից յուրաքանչյուրի դեմքին թերևս ժպիտ է գալիս, արմատներով մշեցի եք Արևմտյան Հայաստանի։ Հայրական կողմս Մուշից է, որոնք որ 1870-ական թվականներից դեռ Աբդուլհամիդի ժամանակվա ջարդերից են գաղթել Հայաստան, մայրական կողմս Լոռիից է եւ իհարկե շատ պայծառ ու լավ հիշողություններ էին, որովհետեւ ես տեսել եմ հայրական տատիկիս, հայրական տատիկիս, պապիկիս, որոնց կողմից շատ սիրված եւ փաղաքշված մորակույրս երջանկայի շատակ այդ որ մասին ասում ենք իհարկե իրանք հիմա հանգուցյալներ են, բայց շատ կարևոր տեղ ու դեր են ունեցել իմ կայացման, իմ ձևավորման, իրանց իմաստունությունով, իրանց աշխատասիրությունով, իրանց նվիրվածությունով ընտանիքին։ Ցավոք սրտի մայրս մի քիչ շուտ հեռացավ, մորակույրս ավելի դեռահաս հասակում էի, որը որ էլի շատ հարազատ էր ինձ։ Ինչևից է, բայց այդ մարդիկ իմ վրա մեծ ազդեցություն են ունեցել։ Մշեցու եւ լոռեցուն հատուկ բնավորության գծերը, հա, ձեզ մոտ ինչքանով է արտահայտված։ Չգիտեմ ինչ խառնուրդ է։ Հակասող բաներ կան, չէ՞։ Չգիտեմ ինչ խառնուրդ է ստացվել։ Բայց շատ հակասող բաներ չկան իհարկե, որտեվ այդ երկուսն էլ այդ երկու տարածաշրջաններն էլ լեռնային տարածաշրջաններ են։ Իսկ այդ ամեն ինչը իր դերն է թողում իհարկե ազգաբնակչության յուրահատկության եւ վարքի, գործունեության, բնավորության հատկանիշների շատ մեծ տարբերություն չի տեսնի, իհարկե մշեցիները ավելի տենց մի քիչ խիստ մարդիկ են, ավելի պարփակ մարդիկ են, իսկ լոռեցիները մի քիչ ավելի այդ բարիությունն է, ասում են այդ միամտության այդ հատկանիշները, մենք այդ ամեն ինչը բոլորս գիտենք, թե ինչ խառնուրդ է ստացվել իմ մոտ, դա պիտի դատեն ինձ ճանաչողները բնականաբար։ Բժշկի մասնագիտություն ընտրելը պատահականություն է։ Չէ, բժշկի մասնագիտություն ընտրելը պատահականություն չէր։ Իմ երջանկայի շատակ մայրս էր բժիշկուհի եւ իմ հասուն հասակում ես շատ անգամ եղել եմ իր բժշկական հիմնարկներում, որը որ էլի իմ հետագա կայացման եւ ցանկությունների վրա իհարկե մեծ նշանակություն ունեցավ, որտեղ ես հիանում էի թե ոնց էր մամանզրուցում, ոնց են իրան շնորհակալություն հայտնում մարդիկ փայլուն աչքերով, հա առողջացած, դա իմ վրա մեծ ազդեցություն թողեց եւ ես էլի ցանկացա այդ նույն գործունեությունով զբաղվել։ Հետո իմ վաղաժամ երջանկայի շատակ քույրս, որ նորից բժշկական ինստիտուտ էր այն ժամանակ ընդունվում, ես 7-րդ դասարանում էի եւ այն ժամանակ հանձնում էին 4 առարկա բիոլոգիա, քիմիա, ֆիզիկա, լեզու, հա, եւ այդ քանի որ ես դպրոցական էի, այդ բոլոր, ասենք, այդ բոտանիկայի, բիոլոգիայի այդ նոր թարմը էի անցնում, շատ անգամ օգնում էի քրոջս եւ հետո որ ինքը փայլուն էր սովորում եւ դպրոցում եւ ինստիտուտը ավարտեց փայլուն, կարմիր դիպլոմով, դպրոցը ոսկե մեդալով, այդ իր այդ ցանկությունն էլ եւ բռնած ճանապարհն էլ էլի ին վրա ազդեցություն ունեցավ, որը որ բերեց այդ մասնագիտության ընտրության։ Ուսանողական տարիները ոչ միայն
լավ սովորելով, հա, գերազանց առաջադիմությամբ առանձնացան, այլև մի փոքրիկ չարաճճիություններով, հա, ակտիվ կյանքով, հա, ճիշտ եմ։ Ըստ երևույթին, որովհետև այդ բոլոր բալանսը եւ կրթական եւ կյանքի պահելը կարեւոր է, որպեսզի նորմալ բավարարված մարդ ձևավորվես, որովհետև վերջով այդ բժշկություն անելը դու էլ պիտի լինես վստահելի անձնավորություն, հույսով եմ, որ ես արդեն բոլորում եմ իմ կյանքի 6-րդ տասնամյակը կարող եմ համարձակություն ունենալ ինքս ինձ այդպիսի բնութագրել եւ գնահատել։ Իհարկե խիստ գերազանցիկ չեմ եղել, կարմիր դիպլոմով չեմ ավարտել, բայց լավ եմ սովորել, որովհետև ես մի բան եմ հասկացել, որ բժշկություն անելու համար պետք է լավ սովորես, պարզ բառերով ասած, որպեսզի քո մասնագիտությանը տիրապետես, եւ դա ինքնասիրության հարց է, իհարկե։ Բժշկական համալսարանում կրթօջախում սովորել եւ լավ չսովորել, դա համատեղելի չէ։ Եվ իհարկե ուսանողական կյանքը ինչպես բոլորիս մոտ դա երևի ամենապայծառ ու լուսավոր ժամանակահատվածից է, ես էլ աշխատել եմ լիարժեք անցկացնել այդ ժամանակ։ Ուսանողական տարիներին գնել է շատ աշխույժ տղա էր եւ շատ լավ սովորող։ Ինքը կարողանում էր համատեղել եւ ուսանողական լավ կյանքը, որը մենք Փառքասու կարողացել ենք վայելել 80-ական թվերին եւ համատեղում ենք լավ սովորել է։ Մենք ընկերներով դպրոցական, հետո նոր ինստիտուտում էլ ձեռք բերեցինք նոր ընկերներ, բարեբախտաբար մենք վայելում ենք մեր ծնողների վստահությունը եւ հենց առաջի կուրսերից էլ սովետական այն ժամանակ սովետական միությունն էր, ընդունվեցինք 81 թվականին եւ այդ երիտասարդական այդ ճամբարները տարբեր տեղերի, Պրիբալտիկա, Պերմ, շատ տեղեր ենք եղել եւ վայելել ենք այդ մեծ երկիրը։ Կյանքի մեծագույն պարգև ընտանիքն եք համարում։ Այո։ Ընտանիք, ընկերներ եւ իհարկե գիտեք ինչ, այդ զգացողությունը իմ մեջ երբեք չի էլ մարել, բայց երկրի բարերարությունը, բարեկեցությունը, ժողովրդի բարերարությունը դա էլ շատ կարևոր է, որովհետև մենք բժիշկներով մեր ժողովրդի պահածն ենք եւ մեր ժողովրդի մեջից ենք։ Եվ այն ինչ որ տեղի է ունենում, խիստ ձևով անդրադառնում է անմիջապես մեր վրա էլ։ Մենք իհարկե աշխատում ենք, որ ամեն հարցերում մասնակից լինենք, օգտակար լինենք եւ պատերազմի ժամանակ եւ հետ պատերազմյան շրջանում էլի այցելում ենք Արցախ հետ։ Ամեն ինչն էլ մարտարարացի համար այն մթնոլորտը եւ այն տեղն ու վայրը, որտեղ որ ինքը գոյատևում է, բոլոր հանգամանքներն էլ շատ կարեւոր են։ Պատերազմի օրերին թերևս անելիք ունենք բոլորս, բայց լոր մասնագետի դերը պատերազմի դաշտում Դες ասեցի, որ մեր մասնագիտությունը մի քիչ մենք դիտարկում ենք եւ զբաղվում ենք ավելի ընդլայնված գլխի, պարանոցի հետ կապված բոլոր խնդիրները, իսկ այդ պատերազմի ժամանակ դա վիրավորումներն են հիմնականում այդ հատվածների, որը որ շատ դաժան էր եւ ես մասնակից եմ եղել առաջի պատերազմին էլ, բայց որակապես ավիրացությունները մարդու մարմնի այս անգամ շատ դաժան եւ աննկարագրելի էին։ Վերջին պատերազմի ժամանակ, երբ որ մենք որպես վիրաբույժներ, որպես ռեանիմատոլոգներ մեկնել էինք առաջնագից, օրից մի օր Գնել Գեորգիչը հայտնվեց մեր կողքը։ Եվ այդ ռմբակոծությունների ժամանակ եւ այդ հոսքի ժամանակ ինքը մեր կողմն էր։ Ես հիշում եմ, որ մենք աշխատում էինք օրուգիշեր, ամեն օր զանգահարում էր, ուզում էր տեղեկանալ ոնց են գործերը, ինչպես է տեղի ունենում ամեն ինչ եւ մի օր վեր կացավ, մեքենան քշեց ու գնաց Ստեփանակերտ։ Ինքը ասեց չեմ կարողանում, սիտս պայթում է։ Գնացել էր Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց եւ զբաղվել էր վիրավորների տեղաբաշխմամբ, հա, տրիաժա կոչվում դա։ Ինքնուրույն ոչ ոք նրան դա չէր ասել, բայց նա հասկացավ, որ
իր կարիքը կա, գոնե այդ ձևով, թեկուզ այդ ձևով, եւ ոչ թե ձևականորեն, այլ նա շատ լուրջ աշխատանք կատարեց, որովհետեւ այն րոպեները, ժամերը խնայելը վիրավորի համար շատ կարևոր է, եւ դա պետք է անի մասնագետը, պես փորձ ունեցող լուրջ մասնագետը։ Եվ անպայման չէր այդ հատվածի ինչ որ բաներ լիներ, որ ես մասնակցեի անմիջապես կոպիտ ասած ձեր գցեի, ես ընդեղ էի իմ գոլեգաների կողքին եւ եթե պետք էր եւ մայրապետություն էին կանում եւ սանիտարություն էին կանում, այն ինչ որ պետք է առաջնակի օգնել, լվանալ, մաքրել, վիրակապել, չգիտեմ, դա արդեն կարեւոր չի այդ էքստրեմալ պայմաններում, կարեւոր է օգտակար լինես։ Պարտաճանաչ, ուշադիր, հոգատար մարդ ու ընկեր, այսպես են բնութագրում ձեզ ճանաչողները, ինչ եք կարծում, ինչ թերություն ունեք այն ամենայնիվ։ Իր թերությունը երևի շատ մարդկային է ինքը։ Մի քիչ ուշ ես համոզում երևի իրեն, երբ որ ինքը մի բանում տրամադրված է կամ արդեն որոշում է կայացրել, դու էլ որպես ընկեր կամ տեսնում ես ինչ որ մի խնդիր կա, իրան պետք է շատ կամաց վերել հասցնել դրան։ Երևի մի քիչ չափից շատ ուշադիր, որ դա թերություն չի, իհարկե առավելություն է, բայց չունի, չեմ կարող ասեմ։ Մարդը, եթե արդեն լավ ընկեր է, լավ բժիշկ է, բացականը չես կենտրոնանում դրա վրա։ Թերություններ չունի, եթե ունի էլ գաղտնի է, պահում ես չգիտեմ։ Չափազանց ուշադիր է։ Ես իրա մեջ թերություն չեմ տեսնում։ Երազանքներն իրականանալու հատկություն ունեն, ասում են։ Այո, մարդ չպետք է դադարի երազել, իհարկե, ծրագրել, երազել, հա, բայց մի քիչ զգայուն լինելով, իհարկե երազանքները կապված ընտանիքի, երեխաների հետ, դա միշտ կա, պերմանենտ, մշտական մեր մտքի մեջ են, բայց նաև ավելի լայն ցանկություններ ու երազանքներ կան, որոնք որ մի քիչ հիմա հապավում են, հույս ունենամ, որ ամեն ինչ լավ կլինի, այս հողն ու ջրի վրա խաղաղություն եւ բարեկեցություն կհաստատվի եւ Աստված ինչքան մեզ կյանք է տվել, պիտի մասնակից լինենք այդ ամեն ինչի։ Իհարկե մեղավոր ենք, որ մեր սերունդը այս ամեն ինչը այսպես կազմակերպեց, բայց նաեւ ինձ շատ հոգեպնդում եւ ոգեշնչում է մեր եկող սերունդը, որ այս պայմաններից ելնելով իրանք ոչ թե ընկճվում են, այլ ճիշտ տրամաբանում են եւ այդ օպտիմիզմով լցված իրանք էլ իրանց տեղը յուրաքանչյուրը ցանկություն ունի սատար լինելու, օգնելու, շենացնելու, կազմակերպելու։ Մենք հզոր երիտասարդություն ունենք։ Լավ է լինելու։ Այնքան շատ, երևի շատ թերություններ, գիտեք ինչ բան թերությունը դա երևի ամեն մարդու էլ բնորոշ է այդ թերությունը ալարկոտությունը, բայց ես ոնց որ թե ստացվել է ու կյանքը ինձ դրել են այն սահմանների մեջ, որ ես չեմ հասցնում երևի ալարեմ, չգիտեմ, դե ամեն մարդ էլ եսասեր է, բայց նաև պետք է լինես ինքնակնդադատ։ Ես ասեցի, որ երևի մի քիչ երևի շատ խստապահանջ եմ ինքս իմ նկատմամբ եւ երևի այդ ամեն ինչով այդ բուրգով պրիզմայով անցկացնելով երևի մի քիչ շատ բացասական միգուցե ազդեցություն եմ ունենում իմ ընկերների, գործընկերների վրա, իրանք պիտի ասեն։ Ես կաշխատեմ շտկվեմ։ Շնորհակալ եմ շատ։ Հաղորդման հովանավոր Երևանի Հայբուսակ համալսարանի ավագ դպրոց։ Մենք սովորում ենք սովորել։ Մենք զինված ենք տեխնիկական բոլոր միջոցներով, գրքերով, տեղեկատվական աղբյուրներով։ Մեզ համար գիտելիքի դժվարին ուղին հեշտ է հմուտ ուղեկցի հետ։ Մեր առջև բաց են բոլոր դռները։ Մենք ընտրել ենք լավագույն համալսարանները տանող ամենակարճ ուղին։ Մենք չենք գուշակում մեր ապագան, մենք այն կառուցում ենք։ Մենք սովորում ենք։ Երևանի Հայբուսակ համալսարանի ավագ դպրոց։
Հաղորդման գործընկեր Դիանա Ադամյան Beauty Loft։